Ողջունում եմ բոլորին, այսօրվա թեման նվիրված կլինի մի հարցի շուրջ, որը շատ մարդկանց է հետաքրքրում կամ շփոթության մեջ գցում, խոսքը Ծննդոց գրքի սկզբի գլուխների մեջ է, որտեղ ասվում է, որ Աստծո որդիները և մարդկանց աղջիկը միմյանց հետ ամուսնացան և սկսվեց մի աննորմալ սերունդ, որոնք այսպես ասած հսկաներ էին, և մարդկանց մեջ կա այսպիսի կարծիք, թե իբր դրանք եղել են հրեշտակներ, սակայն այս տեսանյութում մենք կպարզաբանենք, թե արդյոք եղել են հրեշտակներ, ընկած հրեշտակներ, ինչպես ոմանք են ասում, այլ հրեշներ կամ էակներ, թե դա այլ բան էր։ Այն սկսվում է Ծննդոց 6-րդ գլխի առաջին համարից, և եղավ, որ մարդիկ սկսեցին շատանալ երկրի վրա և աղջիկներ ծնեցին իրենց։ Այստեղ պարզ ասում է, որ մարդիկ շատացել են և, ինչպես բնական է, տղաների հետ նաև պիտի ծնվեին աղջիկներ։ Գրված է. Աստծո որդիքը տեսնելով մարդկանց աղջիկերանցը, որ գեղեցիկ են, ամեն իրենց հավանածներից իրենց համար կանայք են առնում։ Այստեղ խոսվում է, որ Աստծո որդիքը մարդկանց աղջիկերանց մոտ էին մտնում և նրանք նրանց համար ծնում էին։ Եվ դրանք զորավորներ էին։ Թարգմանության մեջ ճիշտ Նեֆիլիմ նշանակում է ընկածներ, այսինքն, որ բարոյապես նրանք ընկել են, և կա թեզ, որ սրանք եղել են իբր երկնային հրեշտակներ, ավելի ճիշտ սատանայի կողմնակիցներ, որոնք դուրս են շպրտվել երկնքից, վայր են ընկել, և այդ ընկածները կոչվում են այդ սերունդը։ Բայց իրականում, եթե ճիշտ նայենք կոնտեքստը, այստեղ ընկածներ խոսվում է սերնդի մասին, այսինքն, երբ որ Աստծո որդիները ամուսնացան մարդկանց աղջիկերանց հետ, նրանց սերունդը կոչվեց ընկածներ, չի ասում ընկած էին նրանք, որ Աստծո որդիներն էին, կամ ինչպես կարող էին այդ դևերը, որոնք ընկած էին, կոչվել Աստծո որդիներ, դրանք այլև Աստծո որդիներ չէին։ Կա այսպիսի մի քանի աստվածաշնչյան համարներ, որից մեկը հիմա կարդանք, մինչև դրան չնայած մի հատ Մատթեոս 22-րդ գլխի 30 համարը կարդանք, այստեղ ասում են, որ հարությունում Հիսուսն է ասում, ոչ կին են առնում և ոչ մարդի գնում, այլ երկնքում Աստծո հրեշտակների նման են։ Այսինքն հրեշտակները այդպես սեր չունեն, հիմնական չունեն էլի, և ոչ ամուսնանում են, ոչ բան, այսինքն նրանք մի ուրիշ հոգևոր առանձնահատկության վրա են, որ այդպես պիտի լինի նաև մարդը, այսինքն այստեղ բացառվում է, որ հրեշտակները ինչ-որ սեռական կապի կամ ամուսնության մեջ լինեին մարդկային սերնդի հետ, նրանք հոգևոր էակներ են ու նրանք հոգի են, ոչ թե մարդու պես, որ ունի նյութական մաս, նրանց մենակ հոգևոր մաս է հիմնականում, չնայած նյութականի մասին են մտածում, այդ ընկած հրեշտակները դևեր էին, առաջին, դրանք Աստծո որդի չէին, ու երկրորդ, չէին կարող սեռական կապի մեջ մտնել մարդկանց աղջիկերանց հետ, այսինքն բացառում ենք այս վարկածը, չնայած մարդիկ կլինեն, որ կասեն Ղովտի տուն եմ, բայց եկան մարդու տեսքով, նրանք հրեշտակներ էին, տարբեր ձևով կարող են գալ, որովհետև նույն Աստվածաշնչում ասում է, որ հրեշտակները, երբ որ չար են, կարող են լույսի հրեշտակի կերպարանք ընդունել, կարող են նաև մարդու կերպարանք ընդունել, նրանք ունեն այդ գերբնական հատկությունը, բայց կոնկրետ նրանց Աստված չի տվել սեռ ունենալու, ու նորից եմ կրկնում, եթե լիներ էլ Աստծո որդիներ չէին կոչվի։ Եբրայեցիների առաջի գլուխ 5-րդ համար, որտեղ հրեշտակներին, որին ասեց երբեք. Իմ որդին ես դու, ես այսօր ծնեցի քեզ և դարձյալ ես նրան հայր կլինեմ և նա ինձ որդի կլինի։ Այստեղ կարող են ասել, որ դա Աստծո որդու մասին է Քրիստոսի, որտեղ նա ուներ այդ բացառիկ իշխանությունը լինելու Աստծո որդի, դա էլ հնարավոր, բայց այնպես չի, որ հրեշտակներին էլ ասում է դու իմ որդիներն եք, ասում է հրեշտակներին, որին ասվեց, չնայած լիքը մարդ կասի, որ սա միայն Քրիստոսի մասին է խոսքը, մարդկանց էլ չի ասվի, բայց հիմա բերեմ հաջորդ համարը, եթե մարդիկ կմտածեն դա միայն Աստծո որդի մասին է, ես էլ իմ կարծիքը կհայտնեմ, որը նույնպես այդպես լսել եմ, Հովհաննեսի ավետարան առաջ գլուխ 12-րդ համար, բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվավ նրանց Աստծոյ որդիներ լինելու, նրանց, որ նրա անունին հավատում են։ Այսինքն այս շնորհը նաև տալիս են մարդուն։ Եթե նույնիսկ այս էլ ընդունենք, որ հրեշտակներն կարող են կոչվել Աստծո որդիներ, մեկը նրանք չեն կարող, նրանք սեր չունեն, և ինչպես Հիսուս Քրիստոսն էր ասում, նրանք
կին առնել նրանց մոտ չկա, որտեղ սեր չունեն, եւ չեն կարող մարդկանց հետ խառնվել, բացի եթե ընկած հրեշտակները Աստծո որդիներ հաստատ չեն կոչվի։ Եթե զուտ հրեշտակները կոչվեն Աստծո որդիներ, հաստատ ընկածները չեն կարող կոչվել։ Իսկ հիմա հարց, ովքեր էին այդ Աստծո որդիները։ Այս համարում, որ նոր կարդացի, ինչպես հասկացանք, եթե մարդիկ ի սրտե գան Աստծո մոտ, կարող են կոչվել Աստծո որդիներ, չէ՞ որ կա այդպիսի աղոթք հայր մեր։ Եթե նա մեր հայրն է, մենք էլ իր որդիներն ենք։ Եվ Քրիստոսն էր ասում, որ ով իրեն ընդունում է, նա է իր եւ մայրը եւ եղբայրները եւ քույրերը, եթե կարծեմ այդ 3 ձևով է ասում էր, այսինքն Աստծո որդիներ կարող են լինել մարդիկ, բայց թե կոնկրետ ովքեր էին այդտեղ, հիմա կուսումնասիրենք։ Ես կարդացել եմ, ավելի ճիշտ լսել եմ Վարդան Այգեկցու նույն մեկնաբանությունը եւ ոչ միայն իրար, շատ մարդիկ ընդունում են, որ Աստծո որդիները, ես նոր ասացի, թե ովքեր կարող են լինել Աստծո որդիներ, նրանք ովքեր Աստծով են ապրում, դա այդ ժամանակ եղել է Սեթի սերունդը։ Աբելից հետո Սեթն էր, որ հավատարիմ էր Աստծուն, Աբելն էր նահատակվեց Կայենի պատճառով, որ Կայենը սպանեց, իսկ Կայենի սերունդը կոչվում է այն սերունդը, որը Աստծուն հակառակ է, եւ որ կամաց սկսեցին Աստծուց հեռանալ, թե տարածքի առումով, երբ որ դրախտից այն կողմ էին գնում ավելի եւ քաղաք կառուցում եւ իրենց սրտով էին հեռանում Աստծուց, եւ Ղամեքն էր առաջինը, որ երկու կին վերցրեց, այսինքն բազմակնության հիմք տվեց։ Եվ քանի մարդիկ հեռանում էին Աստծուց, ավելի շատ էին մեղգործում, եւ այստեղ բարձ ասում է, որ մարդկանց աղջիկ, այսինքն Կայենի սերունդի աղջիկներն էին, իսկ մնացած սերունդինը, Սեթի սերունդինը Աստծո որդիներն էին, ովքեր իրենց համար կիներ առան եւ ընկան մեղքի մեջ, ինչի համար, որովհետեւ օրինակ կարող ենք բերենք Սողոմոն թագավորի դեպքը, որ շատ կանայք ունեցավ եւ կանայք իր սիրտը թեքեցին դեպի կուռքերը, սկսեց կուռքերի պաշտել, նույնը եղավ Ադամի ժամանակ, երբ որ Եվան տվեց արգելված պտուղը Ադամին, նույնը եղավ նաեւ այլ դեպքերում, օրինակ կարող ենք օրինակ բերել, ես այդպես եմ մտածում Աբրահամին, երբ որ Սարային լսեց եւ փոխանակ սпасեր իր Իսահակ որդուն, Իսմայելին ունեցավ Հագարից, այսինքն վռազեց կնոջը լսելով։ Կան այդպիսի մի քանի դեպքեր, այսպիսի դեպքեր կան, օրինակի համար կարող ենք բերել Սամսոնի դեպքը, երբ որ նա մի աղջկա էր հավանում կամ սիրում, չգիտեմ, եւ նրան անգամ էր սիրում եւ հավանում կորորեն, որ քանի անգամ Սամսոնին հանդեպ դավադրություն կազմակերպեց, սակայն Սամսոնը նրանից չազատվեց, այլ հենց նրա ձեռքով էլ ընկավ, այսինքն Աստծո ուխտը խախտեց, ասաց, որ իր թույլ տեղը մազերն է, այդ ակինն էլ մազերը կտրեց եւ նա թուլացավ։ Այդտեղ հարցը ուժի չէր, այլ Աստծո խոսքի Աստված եւ Աստծո խոսքի հանդեպ հավատարմությունը, եւ այնպես էլ Սեթի սերունդը սկսեցին այդպիսի կանայք վերցնել ըստ երևույթին կամ մինչև այդ էին ընկած կամ երևի ավելի ճիշտ կլինի ասել նրա այդ դեպքերից հետո կանայք նրանց սիրտը ծռեցին, Վարդան Այգեկցին նույնպես ասում է։ Եվ այդպիսով Աստծո որդիները Սեթի սերունդն էին, խորհրդանշական առումով հավատքի մարդիկ, որոնք դաստիարակվել էին հավատքով, հարցը միայն սերունդը չէ, այլ դաստիարակությունը, եւ Կայենի սերունդում մեծացած եւ մեղքին սովոր մարդիկ, սա մեր կյանքում նույնպես պետք է դաս լինի, ոչ միայն տղաները իմանան, թե ինչ աղջիկ պետք է ուզեն, այլ աղջիկներն տղամարդկանց առումով, որ լինեն ոչ միայն մեկ կրոնի, ասեն մենք վсё քրիստոնյա ենք, վերջ ուզենք, ոչ, այլ ապրեն Աստծով, այսինքն ոչ թե նայն միայն քրիստոնյա են դրա համար, այլ զգան, որ այդ մարդիկ ապրում են Աստծով։ Իսկ դա ինչպես են զգում, դա Աստված է ցույց տալիս, քանի որ Աստվածաշնչում գրված է, որ լավ կինը ժառանգություն է Աստծուց։ Եթե մարդ վստահի Աստծուն, Աստված էլ ցույց կտա, թե ով կլինի իր կողակիցը, իմ կարծիքով, եւ բացի այդ Հիսուսն ասում էր, որ ծառը կճանաչեք իր պտղից, այսինքն պետք է լինեն հայր եւ կինը մեկ մարմին, եւ նրանք պետք է, այսինքն մեկ մարմին լինելով հանդերձ, միաբանված լինեն շատ կարծիքներով, շատ բաներով։ Այսպիսով սա մի խրատական հարց էր, ոչ միայն նաեւ աստվածաբանական, թե ովքեր են Աստծո որդիները, սա կարևոր էր հասկանալ, որ իմանանք պատճառը նրանց անկման, եթե ասենք հրեշտակները, ոչ մի լոգիկա չկա, բայց եթե հասկանում ենք, թե ովքեր են Աստծո որդիները մարդկանց աղջիկը, եւ կարող է հակառակ լինել,
այսօրվա դրությամբ Աստծո դուստրերն են եւ այնպիսի տղաներ, որոնք հավատքի գործերի հետ կապ չունեն, կամ անհավատ են, կամ էլ ընդամենը անունով են քրիստոնյա, այլ պետք է լինեն երկուսն էլ Աստվածավախ, Աստվածապաշտ եւ միասին կառուցեն ամուր ընտանիք, այսինքն իմանան եւ ամեն մեկի հետ իրենց կյանքը չկապեն ամուսնանալով։ Որը որ չհրապուրվել արտաքին տեսքով, ինչպես հրապուրվեցին Աստծո որդիք, սրանք իրականում թակարդ են։ Վատ աղջիկների մասին Աստվածաշունչն ասում է, որ նման է մի խոզի, որի քթին օղ կախելով չի գեղեցկանա, էլի։ Նույնպես էլ այսօրվա կյանքում գեղեցկությունը թե արտաքինը ճաշակի առումով տարբեր է մարդկանց մոտ, բայց պետք է հոգևորի ներդաշնակ լինի։ Առանց հոգևորի գեղեցիկ չի լինի արտաքինը եւ անիմաստ է։ Դրա համար պետք է վստահել միմիայն Տիրոջը։ Այսքանը։